այցելություններ են կատարում, նպատակը մեկն է, որպեսզի մենք իրականացնենք այն խնդիրները, որ դրված են եւ զինված ուժերի եւ մեր հասարակության, մեր ժողովրդի առջեւ։ Առաջին հերթին բանակ հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ, որը ներառված է նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման պլանի մեջ, քաղաքացիական վերահսկողության սկզբունքի իրականացման շրջանակներում, քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողություն եւ հատկապես քաղաքացիական հասարակական վերահսկողության իրականացման։ Եվ այդ առումով զանգվածային լրատվամիջոցները մեծ դերակատարություն ունեն, որպեսզի բանակի եւ հասարակության միջև կամուրջի դերակատարություն իրականացնեն եւ մեր ժողովրդին ներկայացնենք այն ամենը, ինչ կատարում է այսօր զինված ուժերում։ Հատկապես դա կարեւոր է այն պետություններում, այն բանակներում, որտեղ որ համալրման խառը սկզբունքների մաս է կազմում նաև ժամկետային զինվորական ծառայությունը, որտեղ ժողովուրդը մտահոգված է իրենց զավակների, իրենց երեխաների ծառայության ընթացքի վերաբերյալ։ Եվ այսօր մենք այդ ամենը կիրականացնենք, այսօր պլանի համաձայն մենք քանի որ մի զորամասում ենք, որը կրում է սպառապետ Վազգեն Սարգսյանի անունը, ծաղկեպսակներ կդնենք Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև եւ այս զորամասում փորձել ենք մի քիչ նորություններ մտցնենք, շեշտը դնենք ռազմական տեխնիկայի վրա, որտեղ գիտեք, ժամանակակից համազորային մարտում երկու գործոն կա, որը որ հաղթական ելք են բերում մեր գործողություններում։ Առաջինը դա անձնավորությունն է, մարտն է, երկրորդը սպառազինությունն է եւ ռազմական տեխնիկան, զենքը եւ մենք նաեւ կտեսնենք թե ինչ զենք կա այս զորամասում, կայցելենք զորանոց, մի քանի շինություններ, որից հետո կայցելենք հրաձգարան, այնտեղ նաեւ ավտոարշավարանում կտեսնենք թե ինչպես են պարապմունքներ անցկացնում մեքենաների վրա եւ իհարկե առաջի գիծ մարտական հերթապահության իրականացման շրջան։ Սա մեզ համար նորություն չի եւ գտնում եմ, որ պարբերաբար այսպիսի այցելությունները պետք է լինեն, որ դուք ձեր թարմ աչքերով տեսնեք եւ դրականը եւ նաեւ եթե կան բաց թողումներ, ընդհանուր առմամբ մեր այսօրվա քաղաքացիական հասարակության կերտման մեջ մենք շեշտը պետք է դնենք առաջին հերթին դրական արդյունքների վրա, եթե ուզում ենք արդյունք տեսնել, ապա պետք է նայենք տեսնենք այն լավ բաները, որոնց օրինակների վրա կարող ենք դաստիարակել մեր հասարակությունը եւ բանակը եւ քաղաքացիներին եւ բոլորին, ովքեր որ ցանկություն ունեն, ովքեր որ գաղափարապես տրամադրված են Հայաստանի ապագան տեսնել զարգացած լավ վիճակում։ B30 հավաքիչը նախատեսված է հագարակորդի բացի փակված կենտրոնի եւ կարակոս կատարելու եւ կրկնակի լարման համար։ Վերին հատուցի մեջ տեղադրված են հավասարակշռող մեխանիզմը, բարձրացնող մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս հրանոթը նշանարել ուղղայաց հատության մեջ, հնարավորություն է տալիս հրանոթը նշանարել հորիզոնական հատությունը։ Ավարտ։ Դադար։ Avnafar leten tane havada Համալիրի հիմքը հանդիսանում է 9K111 ֆագոտ համալիրը։ Համալիրի մարտական արդյունավետությունը կազմում է 0.6, հետևաբար մեկ հակատանկային դասակը կարող է ետ մղել 1.8 տիպի 3-րդ սերնդի տանկ։ Համալիրում օգտագործվում է 9M113 Արտական լրատվությունը 15
հարթ, հորիզոնական նշանառման սեկտոր, հաճից 110, դարձից 110, հրդիրի և ամուսնական հեռավորությունների Կետի ղեկավար կապիտան Մկրտչյան։ Պարոն նախարար, ձեզ եմ ներկայացնում M75 սերբիական արտադրության 120 մմ-անոց ականետը։ Ականետը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի եւ կրակային միջոցները կախովի կրակով ոչնչացնելու համար։ Սերբիական արտադրության ականետը ի տարբերություն ռուսական արտադրության PM38 ականետի ունի մի շարք առավելություններ։ Հեռավորության մեջ հեռահար է, զանգվածային առումով թեթև եւ ապահովում է շրջանաձև գնդակություն։ Ականետը բաղկացած է փողից, հենասալից եւ երկու հրետանալից եւ նշանառության հարմանակներից։ Փողը նախատեսված է ականին դեպի նշանակետը սկզբնական արագություն եւ ուղղություն տալու համար։ Ականետով կրակվում են 3 տիպի ականներ՝ բեկորային, լուսային, ծխային։ Բեկորային ականը բաղկացած է պայթուցիչից, իրանից, կենտրոնացնող ակոսներից, այրման անցքերից, լրացուցիչ լիցքերից, կայունարար թևիկներից եւ ներքևում հիմնական լիցքից։ Ականետի հետ կա լրակազմ պիտույքներ, գործիքներ եւ պարագաներ։ Ամեն մի գործիքը ունի իր նշանակությունը ականետի վերանորոգելու եւ սպասարկելու համար։ Ականետի հետ նաեւ տրվում է անհատական մասնագիտական լրակազմի արկղը։ Պարոն նախարար, կապիտան Մկրտչյանը զեկույցն ավարտեց։ Լեյտենանտ զեկույց ավարտեց։ 1700 մետր, պարոն նախարար։ Իսկ նշանառումը Նշանառումը կատարում է 700 մետրի վրա։ Մեխանիկական 1700-ա թե 1750։ 1700։ Մի հատ նայեք 1730 թե 30 1730 1730 իսկ ինչ վարժություն եք կատարած։ Սրանից հրաձգությունը վարվել վարժություն խոսվել է հակառակորդի այսպես խոցված զրահավոր տեխնիկան 700 մետրի վրա։ Մինչև 700 մետր։ Ինչ վարժություն եք կատարում սրանից։ Ստուգական վարժություն։ Ստուգական վարժությունը ինչ հեռավ 1300 մետր հեռավորության վրա, ուրեմն մակերեսային նշանակետի վրա, որոնք դիրքավորված են 100 մետր շարավով, 100 մետր ճակատով եւ 50 մետր խորությամբ 10 քանի հատ թիրախ, չգիտեմ 13 խոցված են հաշվում, եթե 2/3-ը թիրախների խոցված է եւ ժամանակը ինչքան է։ Ժամանակը 3:30 եւ 4 րոպե։ 110 զերիտարդիրային համալիրը, որը նախատեսված է ռեակտիվ գազատուրբինային մխոցավոր իգտատերների ինչպես ներառվում համար եթե նշանակետը տեսանելի է։ Արձակման մեխանիզմը նախատեսված է հրթիռով հրաձգություն կատարելու համար, ազոտ հեղուկ ազոտով սառեցնելու եւ էլեկտրականությամբ համալիրը սնուցելու համար։ Երթայինից մատականի դերելու ժամանակը 13 բացել նշանոցները, նակոլ բռնակը բերել 90 աստիճանի, ակնոցները դնել հրաձիգ զենիթահարի աչքերին եւ հրաձիգը պատրաստ է հրաձգության։ Ճիշտ այդպես։ Հրաձգությունը վարվում է ինչպես կանգնած, այնպես էլ ծնկաչոք դիրքից։ Պարոն նախարար Մարիոս Ստեփանյանը զեկույցն ավարտեց։ Պարոն նախարար, ուսումնական գետի ղեկավար կապիտան Ալավերդյան։ Պարոն նախարար, թույլ տվեք ներկայացնել գնդի ինժեներական սպառազինության միջոցները։ Ինժեներական ապահովման հիմնական խնդիրներից են ինժեներական արգելափակոցները, որոնք լինում են պայթյունային, ոչ պայթյունային եւ կոմբինացված։ Պայթյունային արգելափակոցներից են ականադաշտերը։ Ականադաշտերը լինում են հակատանկային, հակահետևական եւ խառը։ Եվ հաղթահարման համար հարկավոր է ականոցը, ականներս փորձման վրա մետաղ կամ մետաղական ականադաշտերի հաղթահարման համար ականադաշտի հանձնները Կողմից նաև հողով փակվում է, որ հակառակորդի կողմից չերևա, անհրաժեշտության դեպքում այստեղ ինչ է դրվում, այստեղ, գիշերային պայմաններում։ Հա? Անդրադարձ։ Ֆանար։ Որպես այդ ֆանարով մեր կողմից երևան ականների անցման տեղերը։ Ունեն գիշերային։
Ֆանար։ Արկղի մեջ պետք է լինի։ Արկղը չեք բերել, արկղը չեք բերել։ Սա պետք է իմանալ։ Սակրավորի հանդիպում։ Տարական կարևորագույն նորացը, որովհետև իա ներկայացնում եմ ձեզ ապակլի կոմպլեկտավորված սանիտարական ափերներով եւ պարոնացի անշարժացման համար։ Այստեղ արդեն ներկայացնում եք մեծ քանակությամբ մաքսիմալ մոտ ջերմությունը չափում։ Ստեղ ամոթ է։ Եվ ես զգացի, որ սխալ է, հանեցի։ Հաջորդ օրը ես վիրավորվեցի, երկար ժամանակ ժպուտ էինք մանգալից չկարողացանք գտնել։ Կարելի է ինքնաշեն պատրաստել, ցանկացած ճկվող Դե պատերազմի ժամանակ նոր էինք մենք անանում, սովորում դերևս։ Շնորհակալություն։ Պարոն նախարար, ձեզ ենք ներկայացնում շերենք տեսողության սարքերը, որոնք նախատեսվում են։ Քողարկման տարբերակները ներկայացված են, բոլոր քողարկումները կատարվել են ինքնաշեն։ Օրինակ, տարբերակ համար առաջին ոտքի պատրաստված է անիվից և պատված է ծառի կեղևով։ Տարբերակ համար 2 ձնառային պայմաններում քողարկվելու հնարավորություն է տալիս աննկատ տեղաշարժվելու դեպի առաջ կամ ցանկացած ուղղությամբ առաջ։ Ոտքի նույնպես պատրաստված է ինքնաշեն, պատված է լարային պատով, տարբերակ համար 3։ Շատ հարմար է դիպուկահարի համար օգտագործել, հնարավորություն է տալիս փակվելու և տեղաշարժվելու ցանկացած դիրքում հնարավորություն է տալիս բացառատել դրական դիրք և քողարկել։ Դիպուկահարի համար շատ կարևոր է ճիշտ քողարկվել, դրանից է կախված դիպուկահարի խնդրի հաջող կատարումը։ Մենք դասակի կազմով այս բանի բազմապատրաստ ուսումնական ավարշել ենք ժամանակ ինչ է կարելի, ինչ չի կարելի, վտանգավոր գործոնները Տելևիզիոնի համապան երկու բարել կա, ասել եմ ճիշտ է, բայց ստեղում է, իրանց էլ ավիալազում սրանք է տնգուր, ատամուսունները Ay,